երրորդ երկրների ուժեր չտեղարկայելու վերաբերյալ հարցին, մյուսը միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ վերադարձնելու եւ միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելու այդ դրույթներին էր վերաբերվում։ Ես ուզում եմ ձեզ նաեւ պատմել մեր որոշումների կայացման մեխանիկայի մասին, որովհետեւ այդ երկու դրույթների վերաբերյալ, ինչպես հիշում եք, արդեն բավականին երկար ժամանակ մենք ենք առաջարկանում, իրենք են առաջարկանում, մենք ենք առաջարկանում, իրենք են առաջարկանում, եւ ըստ էության այդ դրույթներն են որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել, եւ վերջին այն պահից, երբ որ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում եւ կարծես թե չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին արկա բովանդակությունը կարող է համարվել այն հող զիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել եւ ըստ էության այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն հայկական կողմն է փոխզիջումների գնում, ադրբեջանական կողմի փոխզիջումը ո՞րն է։ Ես կարծում եմ, որ արդեն ասացի, գիտեք, հիմա հատկապես այս փուլում շատ կարեւոր է, որ մենք, այսպես ասած, միակողմանի ձևակերպումներ եւ հայտարարություններ չանենք։ Տեսեք, եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն եւ Հայաստանի Հանրապետությունն է որոշել է, որ այս տեքստը նաեւ իրեն է ձեռնտու եւ ելի եմ ասում, դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք։ Ըստ էության դրույթ առ դրույթ ամեն ինչի մասին խոսել ենք եւ այո, մենք կայացրել ենք որոշում, որովհետեւ համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին եւ կարող է լինել խաղաղության համաձայնագիրը։ Գիտեք, այլ ժանր, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում։ Իսկ ես ուղղակի չեմ ուզում արձագանքել, առավել եւս ավարտված է բանակցությունները, հիմա այդ բանավեճը այնքան էլ օգտակար չի առաջիկա սպասվող իրադարձությունների համար։ Իսկ ռազմագերիների ներողություն, ռազմագերիների վերաբերյալ պարոն Փաշինյան, չնայած նրան, որ անընդհատ հայտարարում է, որ պաշտոնական բոլոր մակարդակներում, հանդիպումներում դուք բարձրաձայնում եք այդ հարցը, բայց տեսականորեն գործնականում որևէ քայլ, որը արդյունավետ է, մենք չենք տեսնում։ Նաև Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել դրա մասին, տեղյակ եք, նրա փաստաբանն էր ձեզ դիմել, որ կետեր կան, տարական կետեր կան, որոնք Հայաստանի Հանրապետությունը չի իրականացրել մեր գերիներին վերադարձնելու համար, նաև մարդիկ են հայտնվել, այսպես ասած, ովքեր ցուցմունք են տվել, օրինակ Ռուբեն Վարդանյանի դեմ։ Գիտեք, մենք ինչպես ասել եմ, բոլոր հնարավոր տեղերում եւ բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք եւ եթե չի լուծվել հարցը, դա ինչ նշանակում է, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն։ Դա կարող եմ ասել։ Այսինքն Ադրբեջանը ինչ է։ Այսօր Ադրբեջանից նշել են, որ պիտի լինի, որ Հայաստանը ինչպես է պատկերացնում համագործակցությունը, արդյոք Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանում գտնվող այն մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին, պիտի ապահովեն Ադրբեջանը, պատկերացնում։ Գիտեք, նախ ձևակերպումը չեմ կարծում, թե ճշգրիտ է, որովհետև այնինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն իսկ կա խաղաղության համաձայնագրում եւ ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա։ Դա շատ կարեւոր ընդգծում է։ Այսինքն խաղաղության համաձայնագրում նախագծում չկա մի դրույթ, որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերվում Ադրբեջանին։ Դա է պայմանագրությունը եւ ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել։ Ես հիմա եւ ուզում եմ ասել նաեւ, որ
ըստ էության ես այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել եւ նաեւ չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ ամենայն հարգանքով, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, բայց ելի եմ ասում, խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է կողմերից մեկին։ Բոլոր դրույթները վերաբերվում են արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա։ Ես չեմ կարող մեկնաբանել որևէ բան, որ ես ինքս անձամբ չեմ լսել, որովհետև ասում եմ ամենայն հարգանքով պետք է ինքս ծանոթանամ, թե ինչի մասին է խոսքը։ Պարոն Փաշինյան, երկար ժամանակ այդ երկու դրույթների շուրջ բանակցություններ կային եւ Հայաստան ըստ էության չէր համաձայնել։ Քիչ առաջ ինչպես փոխզիջում առա, ուզում եմ հարցնել, որն էր այդ փոխզիջումը, ինչ է ստացել Հայաստանը համաձայնելով այդ երկու կետերին։ Եվ օրինակ ասում եք չկա մի դրույթ, որը միակողմանի է, բայց օրինակ եվրոդիտորդների հետ քաշումը կարծես թե միակողմանի է։ Գիտեք, խաղաղության համաձայնագրի նախագծում եվրոդիտորդների մասին ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չկա։ Ներողություն եմ խնդրում։ Խաղաղության համաձայնագրում կա երրորդ ուժերի երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Ես չեմ կարծում, որ ձեր տեղեկատվությունը այդ առումով ամբողջական է։ Կարելի է պարոն Փաշինյան։ Այո։ Պարոն Փաշինյան, դուք բացառում եք, որ որևիցե փուլում մեղրիով ճանապարհ միջանցք որևէ տարածք եք տրամադրելու Ալիևին, Բաքվին եւ թուրքական լրատվամիջոցներն են այս օրերին Հայաստանում դուք հարցազրույց եք տվել հայոց ցեղասպանության հետ կապված կոնկրետ ինչ եք ասել, հա? Օրինակ դա համարել եք պատմական անհետքերի փաստ, թե ասել եք, որ եկեք այլ օրակարգով առաջ գնանք, ինչ եք լրատվամիջոցներն։ Այսօր հարցազրույցը, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ եթեր կհեռարձակվի։ Դե եթեր կհեռարձակվի եւ դուք ձեր հարցերի պատասխանները կստանաք։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, որը վերաբերվում է ես ընդամենը 2 օր առաջ, թե գուցե 3 լավ վերջերս այդ թեմայով հոդված եմ գրել, մանրամասն Խնդրում եմ հիմա ասեք, բացառում եք թե չեք բացառում։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության մոտեցումը խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ այն ինչ տեղավորվում է խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, մենք իհարկե պատրաստ ենք ճանապարհների ապաշրջափակումը, բայց իրենք միջանցք են ուզում։ Դուք ես բացառում ելի եք եմ որ ասում, կտակ։ կներեք, ես այ հատուկ ես գրավոր տեքստ եմ գրել, որպեսզի բանավոր տեքստերը վերաձևակերպվեն, չդառնան այլ վերնագրեր։ Այդ տեքստը հրապարակային է, ցանկացած կտոր կարող եք մեջբերել։ Հիմա ասեք, բացառում եք թե չեք բացառում, Ես պարոն Փաշինյան։ իրոք Ուղիղ հարց եմ տալիս, որպես լրագրող, լսեք, դուք որպես լրագրող ուղիղ պատասխան եք։ Լսեք, Բացառում եք թե չեք բացառում։ ինչն եմ բացառում։ Որ Ադրբեջանին մեղրիով երբևիցե ճանապարհ միջանցք ցանկացած այլ բան Ես կներեք, ես ոչ միայն ներողություն, տեսեք ձեր հարցը։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակները եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում նախորդ շաբաթ ներողություն մի րոպե կներեք մի րոպե սպասեք դուք տվեցիք ձեր հարցը բայց չեք ասում հարցի պատասխանը որովհետեւ ձեր հարցի պատասխանը շատ հստակ է ձևակերպում շատ հստակ չեմ հասկանում այ դա ձեր վերնագրերից երևում է որ դուք չեք հասկանում ես վստահ չեմ որ կարող է ճանապարհների ապաշրջափակումից պարոն Փաշինյան ես հարցնում եմ ճանապարհ տալու եք թե տալու ենք այո շատ լավ Եվ ճանապարհ տալու ենք ինչպես ենք ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում մանրամասն
գրանցված է ձևակերպված։ Մի հարցն է քաղաքական պարոն Փաշինյան։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին եւ երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործում։ Մի հարցն է Ներողություն եմ խնդրում։ Մենք պայմանավորվեցինք, որ ամեն մեկը մի հարց է տալիս։ Ձեր հարցի պատասխանը այն է, ինչ որ հնչել։ Մի հարցն է իշխանության։ Այդ լուրջ է հարցնում։ Հա, որտեվ հիմա քննարկում կա։ Ո՞վ է քննարկում։ Քոչարյանականները ասում են Ով է կներեք Ռոբերտ Քոչարյանը չէր իր ասուլիսում վերջերս տեսա հայտարարել, որ հարցրել եք դուք եք հարցրել թե ուրիշ մեկը, որ ասել են, բա ինչի պարտվեցիք ընտրությունները, ասեց, որովհետև ժողովուրդը դուք եք հարցրել, ասեց, որովհետև ժողովուրդը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Բա հիմա էլ ինչ են քննարկում։ Դուք զգացել եք 18 թվականին Քոչարյանականների աջակցությունը հրապարակում։ Ես ընդհանրապես Քոչարյանականների գոյությունը չեմ զգացել 18 թվականին։ Բա երբ եք զգացել, որ իրեն դատում եք, երբ որ իր հետ կապված տարբեր օրինակ բաներ եք անում նախկին իշխանությունները, զգում եք իրանց ներկայությունը Դե ձեր գիտեք, դուք ասում եք, որ ես Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան նախկին իշխանություններին։ Դուք ասում եք, որ ես իրան դատում եմ, իսկ ժողովուրդն էլ ընդհակառակ ասում է, ես իրան չեմ դատում։ Հիմա ես իրան դատում եմ, թե ես իրան չեմ դատում։ Ժողովուրդը նաև ասում է, որ դուք իրենց պահում եք քաղաքական դաշտում, որ ձեր իշխանությունը ամուր լինի եւ ձեր թիմակիցներն էլ ասում են, ինչքան Քոչարյանը խոսում է, մեր ռեյտինգը բարձրանում է։ Որ ասեք պահելու մեխանիկան որն է, ես կասեմ։ Այսինքն ինչ է նշանակում, կապել ենք որևէ տեղ, կապել ենք քաղաքական գործոն եք դարձնում, քաղաքական գործոն։ Բայց ես չեմ կարծում, թե նրանք ընդհանրապես քաղաքական գործոն են, բայց եթե նախկին ներկայացնությունը պարոն Փաշինյան։ Ես չեմ կարծում, թե նրանց քաղաքական գործոն են, եթե խաղաղության համաձայնագրի նախագծի հետ կապված հարցեր չունեք, ես գնամ իմ գործը։ Ես ունեմ հայցերից փոխադարձ հրաժարվել լինելու է պարոն Փաշինյան։ Գիտեմ կկրկնվեմ թե չէ, պարոն վարչապետ Բաքվից հայտարարությունը եղավ, ԱԳՆ-ն նաև արձագանքեց, բայց Բաքվի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում էր, որ համաձայնեցվել է հիմա Հայաստանը, ես մոտավորապես եմ ասում, բայց իմաստային է, որ հիմա Հայաստանը պետք է արդեն սահմանադրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ սահմանադրության փոփոխության ուղղությամբ քայլեր անի։ Սա արդյոք նշանակում է, որ փաստաթուղթը ամեն դեպքում չի ստորագրվի, քանի դեռ այդ հարցերի պատասխանը Բաքուն չի ստացել։ Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ադրբեջանը ունի իր պատկերացումները, Ադրբեջանը ունի իր հարցերը, մեր գնահատականն այն է, որ այդ բոլոր հարցերը խաղաղության համաձայնագրի տեքստով եւ տեքստում հասցեագրված են եւ մենք կփորձենք մեր դիրքորոշումները ավելի պարզաբանել խաղաղության համաձայնագրի շուրջ ստորագրման տեղի եւ ժամկետների շուրջ խորհրդակցությունների արդյունքում, որի վերաբերյալ Ադրբեջանը ես ճանապարհին էի ոնց որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես այդ թեմայով հայտարարություն արել։ Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ քննարկում Բաքվի հետ հայկական կողմը ունի, որ ինչ որ ժամկետում Հայաստանը կանի այդ փոփոխություն։ Ոչ, չունի այդ դրա հետ կապված քննարկում, որովհետև մենք տեսեք, նախ մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել ևս Սահմանադրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի կարծեմ որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Երկրորդը, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա հիմա արդեն նոր իրողություն։ Որն է այդ նոր իրողությունը։ Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի արկայությունն է։ Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է, հասկանում եք։ Եվ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ եւ տեսնել որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը,
Սահմանադրության մասով։ Ընդհանրապես, որովհետև ելի ասում եմ, որ մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունն է Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ պարունակում։ Եվ նախկինում ոնց որ թե ես այդ թեմային անդրադարձել եմ, որ հիմա դուք հարց կբարձրացնեք, կասեք, բա այդ դեպքում ինչի Հայաստանն էլ իր հերթին չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության Խաղաղության պայմանագրի կլուծի այդ հարցը։ Շատ լավ է, ուրեմն նախկինում ասել եմ դրա մասին, հիմա էլ առավել եւս հիմա, երբ որ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, առավել եւս հիմա ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա եւ այդ հարցերը լուծված են։ Բայց Բաքուն չի հրաժարվում, որ վարչապետը այսօր կրկնել են այդ պահանջը։ Այո, ես դա հասկանում եմ։ Ես ձեր հարցը հասկացա եւ ձեր հարցին եմ պատասխանում։ Եվ ասում եմ, որ այդ թվում երկկողմ քննարկման արդյունքում ոչ, ինչ հարց կքննարկենք։ Մենք երկկողմ քննարկման արդյունքում, եթե այդ հարցը կքննարկենք այն հարցը, որ Ադրբեջանի սահմանադրություն տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ եւ մենք ինչու ենք համարում, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է այդ խնդիրը, այդ թվում Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանից տարածքների պահանջների Դուք նկատի ունեք, որ մինչ օրս բանակցային սեղանի շուրջ սահմանադրության հարց չի քննարկվել Բաքվի հետ, բացի իրենց հրապարակային հայտարարություններից։ Իրենց դիրքորոշումները, այսինքն ասել են, որ իրենք խնդիր են տեսնում, մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում։ Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են եւ մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում։ Բայց հիմա փաստորեն պատրաստ եք։ Մի հարց էլ, պարոն վարչապետ։ Ախր ես չեմ հասկանում, հիմա տեսեք դուք հիմա գնալու եք տենց վերնագիր։ Ես տենց բան ասեցի, խնդրում եմ, ես ձեր հարցին ամբողջական պատասխան տվեցի։ Մի հարց էլ դիտորդների մասով։ Դուք հայտարարում եք, որ դիտորդներին Հայաստանը առաջարկել է հանել մինչև այս սահմանազատված հատվածներից 12-րդ խմբագրումը ստանալուց հետո ասացիք համաձայնեցված շարունակում են չմնալ այդ կետերը։ Այսինքն սա նշանակում է, որ Ադրբեջանը ասում էր ամբողջությամբ հանել։ Հայաստանը փաստորեն համաձայնել է պայմանագրի ստորագրման դեպքում ամբողջությամբ հանել դիտորդներին։ Հայաստանը համաձայնվել է, որ այն դեպքին, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով։ Ինչու փոխեցիք նախապես հայտարարված ձեր դիրքորոշումը, պարոն վարչապետ։ Մենք ըստ էության նախապես հայտարարված մեր դիրքորոշումը չենք փոխել, որովհետև մենք փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում, արդեն ասացի, որ մենք այդ թվում անվտանգության խորհրդում ունեցել ենք քննարկում եւ եկել ենք այն եզրակացության, որ այս փոխանակումները ուղարկեցին, համաձայն չենք, այդ process-ը արդեն իսկ սպառել է եւ մենք անցանք հաջորդ փուլին վերլուծելով խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջության մեջ եւ այդ վերլուծության արդյունքում եկանք հետեւության, որ մենք կարող ենք համարել, որ 4 տարվա բանակցությունների արդյունքում ձևավորված այս կոմպրոմիսային տեքստը կարող է ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության։ Մի հարց էլ հայցերի մասով, դուք հայցերի մասով ասում էիք, որ պետք է հայցերը փոխադարձաբար հետ կանչվեն եւ պետք է այնպես լինի, որ հետո կողմերը այդ հարցերը չդարձնեն էսկալացիայի առիթ միմյանց նկատմամբ։ Այս հարցը ինչպես է կարգավորվել այդ կետով։ Ես կարծում եմ, որ այդ հարցը կարգավորվել է։ Բովանդակային առումով ինչ երաշխիքներ եք ստացել, որ Բաքուն օրինակ Գիտեք, ես հիմա չեմ ուզում շատ այդքան նյուանսների մեջ։ Բայց երաշխիքներ ստացել եք։ Տեսեք, գիտեք, երաշխիքը շատ տենց բառը շատ թվում է թե հասկանալի, բայց շատ դեպքերում անհասկանալի։ Ես ասում եմ, որ իրականում, տեսեք, այդ տեքստերը իրականում չեն մնացել ստատիկ նույնը։ Այսինքն այդ տեքստերը որոշակի էվոլյուցիա են ապրել
եւ այդ էվոլյուցիան, որ այդ տեքստերը ապրել են մեր ցանկացած լավագույն տարբերակով չեն, բայց մենք այդ էվոլյուցիան գնահատել ենք, որ այնպիսին է ձեր նշած հոդվածների համատեքստում, որ կարող է ընդունելի լինել մեզ համար։ Եվ պարոն վարչապետ, երկու հիմա խոսվում է այդ հայցերի փաստորեն կետը համաձայնեցվել է, բայց այսօր Բաքուն արդեն այս հայտարարությանը զուգահեռ խոսում էր Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնելու հեռանկարի մասին։ Դեռ չկնքված պայմանագիրը, որը ինչպես հայտարարվեց համաձայնեցված է, Բաքուն արդեն այս ռետորաբանությամբ է հանդես գալիս։ Սա ինչպես է գնահատում դուք։ Արդյոք սա խոսում է ձեր գնահատականն է Բաքվի այս հայտարարությանը։ Գիտեք, եթե կարելի է, ես չմեկնաբանեմ Բաքվի այն հայտարարությունը, որ ես անձամբ չեմ կարդացել, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ կարող են ամենայն հարգանքով երրորդ անձանց միջոցով փոխանցված տեքստերը ճշգրիտ չլինել։ Կա համաձայնություն փոխադարձության, պարոն վարչապետ, դա է խնդիրը։ Փոխադարձություն կա այս հարցում, օրինակ հայցից մենք հրաժարվում ենք, իրենք էլ են հրաժարվում։ Եվ նաև տնտեսականին էլ։ Ես ուրիշ բայց բան էի հարցնում, պարոն վարչապետ, ես հետագայի մասին էի հարցնում, Ես էլի ձեր հարցինի պատասխան ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որ վերաբերվում է միայն Հայաստանին կամ վերաբերվում է միայն Ադրբեջանին։ Բոլոր դրույթները առանց բացառությամբ հավասարապես վերաբերվում են թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին։ Ինչ անկետներում են հնարավոր ստորագրում խաղաղության պայմանագրի պահանջում Ադրբեջանը։ Ինչ անկետում եք հնարավոր համարում ստորագրումը։ Ես չեմ կարող հիմա ժամկետներ ասել եւ արդեն ասացինք, որ մենք պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները այդ ժամկետների եւ տեղի վերաբերյալ։ Ադրբեջանն էլ որոշ ձևակերպումներով ասաց, որ երկու մակարդակում պատրաստ են հետագա հարցերի քննարկումները քննարկենք եւ քննարկման ընթացքում տեղի քննարկման արդյունքների մասին իհարկե հանրությունը կտեղի։ Կարող եք մի հարց տալ Հայաստանում դուք ասում եք տեքստի կետերին ծանոթ են ըստ էության քաղաքացիները, այս ընթացքում Բաքուն պարբերաբար նաև խոսել է ռևանշիզմի մասին։ Այսպիսի դրույթ կա համաձայնագրում, գուցե ձևակերպումը մի փոքր այլ կամ ուրիշ է, որ կենթադրի օրինակ ռևանշիզմի բացառու կամ չգիտեմ, այս տեսակ ինչ որ մի բան պայմանագրում կա համաձայնեցված։ Պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետքա տեղի չունենան եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետքա տեղի չունենան։ Բայց իրենք միշտ հայտարարում են, որ Հայաստան, Արևմտյան Ադրբեջան։ Դե հենց այդ եմ ասում, դա պետքա տեղի չունենա։ Դա գրած է, որ Ադրբեջանում էլ չեն ասելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը Արևմտյան Ադրբեջան չեն նման ձևակերպում։ Ուրեմն, ինչպես նախկինում ասել եմ, ուրեմն Հայաստան խաղաղության համաձայնագրում համաձայնեցված այդ դրույթ կա, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ եւ ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու։ Սա այն է, ինչի մասին մենք նախկինում հայտարարել ենք եւ դեռևս 2000, այսինքն նախկինում հայտարարել ենք այդ դրույթների համաձայնեցված լինելու մասին։ Պարոն Փաշինյան, ազատ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։